Պարոն Այվազյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր տեսակետը եւ այսպես Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները կայացան եւ շատերի գնահատմամբ բանակցությունները ոչ թե ամբողջությամբ, այլ նորից շարունակում են իրավիճակը փակուղում պահել։ Մի քանի հայտարարություններ մենք տեսանք եւ իրանական կողմից եւ Միացյալ Նահանգների կողմից։ Վերջին հայտարարություններով ինչ է ասում Վենսը։ Թրամփը մտադիր է մեծ գործարք կնքել Իրանի հետ։ Գործարք դեռևս չկա, քանի որ նախագահը ցանկանում է այնպիսի գործարք, որտեղ Իրանը միջուկային զենք չունի, որտեղ Իրանը չի լինի ահաբեկչության պետական հովանավոր եւ որտեղ Իրանի ժողովուրդը կարող է բարգավաճել, զարգանալ եւ միանալ համաշխարհային տնտեսությանը։ Այս հայտարարության հետ կապված ցանկանանք լսել ձեր գնահատականը եւ իհարկե ընդհանուր եթե բանակցությունները գնահատեք եւ իրանական ու Միացյալ Նահանգների կողմից եկող հայտարարությունները, ապա ինչպես բնութագրեք այս իրողությունը։ Դե, ասում եմ, ով էր խոսար։ Վերջին 30 տարվա մեջ քանի պետությունը ԱՄՆ-ն ներխուժել, ռմբակոծել, ոչնչացրել, դարձրել ահաբեկչության որջը։ Իրաք, Լիբիա, դրանից առաջ Հարավսլավիա ոչնչացնել, թալանել, մասնատել, դարձնել ահաբեկչության որջը։ Այնպես որ Իրանի վերաբերյալ խոսել որպես, չգիտեմ, ահաբեկչության հովանավոր ԱՄՆ-ն, գոնե ԱՄՆ-ն չի կարող հաստատ։ Այնինչ վերաբերվում է բանակցություններին, ես ուրախ եմ, որ այդ բանակցություններին Իրանը չընկրկեց, չհամաձայնվեց ըստ էության կապիտուլյացիայի, դե որտեղ սկզբում ասվում էր, որ ԱՄՆ-ն ասում էր, որ այդ բանակցությունները պետք է ընթանան Հորմուզի նեղուցը ապաշրջափակելու հետ զուգընթաց։ Եթե Իրանը համաձայնվեր ապաշրջափակել նեղուցը եւ նոր այդ պայմանով մտներ բանակցությունների, իմացեք ԱՄՆ-ն հաստատ խաբելու էր, այսինքն եթե պայմանավորվեին ապաշրջափակման շուրջ եւ ինչ որ պայմանավորությունների գային, հետո անպայման խաբելու էր, կասկած չունեմ, որ խաբելու էր, հետեւաբար ուրախ եմ, որ այդ խաբկանքին Իրանը չտրվեց եւ հիմա փաստացի այդ բանակցությունները պետք է շարունակվեն, այսինքն այս պայդրությամբ Իրանը դիմանում է եւ ամենակարևորը հենց դա է, այսինքն ինչքան Իրանը գնալով դիմանա մոտակա 3-4 ամիսների ընթացքում, այնքան ԱՄՆ-ն ավելի շատ է հայտնվելու իր իսկ սարքած ծուղակի մեջ։ ԱՄՆ հեղինակությունը գնալով ընկնելու է եւ իհարկե դրանից օգտվելու են բոլորը, առաջին հերթին նաեւ Ռուսաստանը։ Նաև Միացյալ Նահանգները հայտարարում են, mən նոր կարդում եմ այդ նորությունը, որ ԱՄՆ-ն Իրանի նավահանգիստների լիակատար շրջափակում է սահմանել, ամբողջությամբ դադարեցնելով միջազգային ծովային առևտրը դեպի Իրան եւ Իրանից։ Հաշվենք, որ Տրամփը հայտնվեց Պուտինի ծուղակում։ Ինչու՞։ Որտեղ հիմա պատկերացրեք, ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի նավահանգիստների շրջափակում, եւ մեկ էլ հանկարծ ռուսական կամ չինական օրինակ մի առևտրային նավ, բեռնատար նավ ռուսական կամ չինական ռազմական նավի ուղեկցությամբ գալիս է, որ մտնի իրանական նավահանգիստ։ Հիմա ինչ են անելու Միացյալ Նահանգները այս դեպքում։ Հարվածելու են Իրանի ու կամ Ռուսաստանի նավերին։ Այսինքն ԱՄՆ-ն ինքը իրեն գցում է ծուղակի մեջ։ Մի քիչ sense էյֆորիայի մեջ հայտնվելով Վենեսուելայի օպերացիայից հետո Տրամփը մտածեց, որ Իրանի դեպքում էլ է շատ հեշտ լինելու եւ շատ արագ ստացվելու, դա չի ստացվում։ Եվ ըստ էության հայտնվում է Տրամփը ինքը ծուղակի մեջ, որտեղ մի կողմից որպես միակ իրեն հայտարարած միակ գերտերություն չի կարող չանել ինչ որ անում է, մյուս կողմից էլ ինչքան անում է, այնքան ավելի շատ են գնում խնդիրների մեջ։
Հիմա Կուբայի դեպքում էլ շրջափակում հայտարարել, բայց տեսանք, որ ռուսական բեռնատար նավը ռազմական նավի ուղեկցությամբ եկավ հասավ Կուբա։ Դե թող հարված էին, թող խփեին, խորտակեին, չգիտեմ, ձերբակալեին։ Դե այսինքն եւս 3-4 ամիս եւ ամերիկյան համաշխարհային հեղինակությունը սկսելու է փլուզվել։ Եվ շատ խելոք ձևով Տրամպը գալու է եւ խնդրի բանակցություններ Ռուսաստանից ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաեւ Ուկրաինայի հետ կապված։ Դրա համար այնպես որ մեկ ասում էին, ինչու է Ռուսաստանը դանդաղ շարժվում, ինչի Պուտինը կոշտ քայլեր չի ձեռնարկում, որովհետեւ Պուտինը սպասում էր ԱՄՆ սխալին, Տրամպի սխալին։ Տրամպը այդ սխալը թույլ տվեց։ Եվ քանի գնում է այդ սխալը ավելի է ծանրանալու Միացյալ Նահանգների վրա։ Միացյալ Նահանգներն էլ այս ռմբակոծություններով ըստ էության սպանեցին նրանց Իրանում, ում հետ պոտենցիալ կարող էին շանս ունենալ պայմանավորվելու, եւ նրանց սպանելով ճանապարհ բացեցին դեպի իշխանություն այն մարդկանց համար Իրանում, որոնք որ այսօր չեն ցանկանում պայմանավորվել Միացյալ Նահանգների հետ։ Այնպես որ երբ որ ասում էի, որ լավ կլինի, որ Միացյալ Նահանգները շուտ խելքի գան եւ շուտ գնան զիջումների Ռուսաստանին, փաստորեն Միացյալ Նահանգները սխալի վրա հետևից են ցույց տալիս եւ էլ ավելի են բարդացնում իրենց իր վիճակը։ Երևի իրենք փորձում էին անել, որ Ռուսաստանի իրավիճակը փորձեն վատացնել նախքան Պետդումայում սեպտեմբերին կայանալիք ընտրությունները, բայց ոնց տեսնում ենք չի ստացվում եւ հետեւաբար ԱՄՆ գործերը գնալով վատանալու են, բայց դա չի նշանակում, որ իրենք շատ արագ, այսպես ասենք, հանձնվելու են եւ դա նշանակում է, որ վիրավոր գազանը ինչպես է լինում, որ միջև վերջի պահը փորձում է պայքարել եւ նույնիսկ վնասել։ Դա փորձելու են անել, բայց նորից ասեմ, արդեն երևում է տեսանելի աչքով, որ ԱՄՆ-ն գնալով ավելի շատ է խրվում իր իսկ ստեղծած թակարդների մեջ եւ գնալով ավելի ու ավելի մեծ սխալներ է թույլ տալիս։